Բարի երեկո, Ժորժ ջան։ Հուսով եմ տեխնիկական խնդիրներ չունենք այս անգամ, եւ ամեն անգամ ինչ-որ մի հետաքրքիր անակնկալ մեզ սպասվում է, չգիտես ինչու։ Հիմա մի երկու րոպեից սիրելի նոր միացողներ, խնդրանքի տեսքով ասեմ, հա, որովհետեւ ես իրավունքը չունեմ էլ հանկարծ ինչ-որ բան պահանջելու, խոսքը պահանջելու մասին չէ։ Ընդամենը մեկ հարց, սիրելի ժողովուրդ, նայում եք, լսում եք, լավ եք անում, շնորհակալ եմ, առավել եւս արձագանքողներին, մեկնաբանություններ գրողներին, բայց ամեն շաբաթվա այդ վիճակագրությունը, երբ որ ես նայում եմ, անընդհատ տեսնում եմ, որ հազարների միջից մի քանի հոգին են բաժանորդագրված ժողովուրդ չան, ձեզանից փող չեն ուզում դրա համար, ի՞նչն է ձեզ խանգարում բաժանորդագրվել ալիքին։ Ես ձեզ սիրով առաջարկում եմ նաև անպայման միանալ մեր տելեգրամյան ալիքին, որովհետև YouTube-յան այս հարթակը այսպես ամեն ինչ բացեի բաց այսպես եթե սկսենք խոսել, ես չգիտեմ որքանով է դա ընդունելի։ YouTube-յան հարթակը մի քիչ ավելի սահմանափակ է, դրա համար միացեք անպայման տելեգրամյան մեր ալիքին, մեր նոր է բացվել այդ ալիքը, առայժմ այնտեղ նոր ծանոթություններ են, մենք կամաց կանցնենք տելեգրամյան հարթակին, իսկ այստեղ կարող եք բաժանորդագրվել, սիրելի ժողովուրդ, եթե նայում եք անպայման բաժանորդագրվեք, եթե հավանում եք, իհարկե, սրա մասին է խոսքը, հա, մեկնաբանություններ կարող եք կիսվել, կարող եք տարածել, ես չգիտեմ ինչպես որ ցանկանաք, ինչպես որ կարող եք անգամ աջակցել ալիքին, ես սա ամեն անգամ այսպես խնդրանքի տեսքով ասում եմ, որովհետև ինչ որ արվում է իմ սեփական, այսպես ասած, միջոցներով, ես երկար այսպես չեմ կարծում, թե երկար կարողանամ այսպես, որովհետև հնարավորինս իհարկե մեզ նախ բաժանորդագրվելու իմաստով աղաքին մեծ օգուտ տված կլինեք ալիքին, իսկ աջակցությունները ըստ ձեր ցանկության, սիրելի ժողովուրդ, դուք ինչպես որ կուզենաք, կարող եք օգնել ալիքին։ Ամեն դեպքում միացեք անպայման տելեգրամին, հիմա ես կխնդրեմ հղումը կդնեն եւ այդ հղումով կարող եք միանալ տելեգրամին, մենք այսպես ավելի մի քիչ էֆեկտիվ եւ ինտենսիվ կանցնենք տելեգրամյան ալիքին։ Հիմա ինչպես վերնագրից հասկացաք, ես շատերը երևի թե լսել եք այս մարդու մասին, բայց այստեղ ոչ թե զուտ կենսագրական ինչ-որ տեղեկություններ են, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ մենք անպայման մի քիչ վերլուծություն անենք, մի քիչ այսպես համադրենք, այսպես հա ասած, որովհետև միայն կենսագրականները քիչ մարդկանց են հետաքրքիր։ Եվ վերջապես մենք կենսագրականներով ոչինչ չի լուծում։ Ասեցինք, չգիտեմ, մարդը ծնվել էր ինչ թվականի, լավ բաներ արել, վատ բաներ արել, չգիտեմ, սա արել, անցավ գնաց։ Ոչ, սրա հետևում պիտի անպայման վերլուծություններ լինի, որպեսզի մենք կարողանանք ճիշտ հարցեր տալ, սիրելի ժողովուրդ։ Միայն լսելով չէ, պիտի կարողանանք ճիշտ հարցեր տալ, որովհետև ճիշտ հարցեր տալուց մենք կգանք ճիշտ պատասխաններին։ Հիմա տեսեք, ժամանակակից Թուրքիայի տարածքում, Հաթայի նահանգում, այդպես է կոչվում նահանգը, հա, գտնվում է մի քաղաք, այդ քաղաքը կոչվում է Ալեքսանդրետա։ Ինչու Ալեքսանդրետա, որովհետև ժամանակին դեռևս մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում այս քաղաքը հիմնադրել Ալեքսանդր Մակեդոնացին ի պատիվ պարսիկների դեմ տարած հաղթանակի, ժամանակի ընթացքում այս քաղաքը տարբեր անուններ է ստացել, հա, այսպես Ալեքսանդրետա, ինչպես փոքր Ալեքսանդրիա, եթե այսպես կարելի ասել։
բայց ժամանակին անցել է արդեն թուրքական տիրապետության տակ եւ թուրքերը այդ քաղաքը կոչում են Իսկանդերուն։ Ուրեմն Օսմանյան կայսրության անկումից հետո 1920 թվականին այս քաղաքը անցավ ֆրանսիական մանդատի տակ, մնալով Սիրիայի կազմում, ինչպես գիտեք, Օսմանյան կայսրությունից հետո եվրոպական երկրները, այսպես կարելի ասել, գաղութացրեցին այդ տարածքները, անգլիացիները, ֆրանսիացիները, եւ Ալեքսանդրետան մնաց Սիրիայի կազմում ֆրանսիական մանդատի տակ։ Այդ տարիներին հենց 1929 թվականի փետրվարի 6-ին ավելի ճիշտ Ալեքսանդրետայում փետրվարի 6-ի երեկոյան քաղաքի հայ բնակչությունը տոնում էր Սուրբ Սարգսի տոնը 1929 թվականի փետրվարի 6։ Սուրբ Սարգսի տոնի երեկոյան սոխավաճառ Հակոբ Սոխիկյանի ընտանիքում ծնվեց նրա որդին եւ ի պատիվ Սուրբ Սարգսի տղային կոչեցին Սարգիս։ Ու Սոխիկյանները, այսպես կարելի ասել, տոհմական սոխ վաճառողների ընտանիք է, որովհետեւ քաղաքում հայ ամայնքը եւ թուրքերը բացի այդ բոլոր ազգերը, այդ ներկայացուցիչները, ովքեր ապրում էին քաղաքում, այդ ընտանիքին գիտեին որպես սոխ վաճառողների ընտանիք, թուրքերեն կարծեմ սաղանալ է կոչվում, եթե ճիշտ արտահայտությունը կարող չկանամ ասել, եթե թուրքերեն իմացողներ կան, ինձ կուղեն։ Սոխիկյանների ընտանիքի այս տղան մեծացավ հոր հետ սոխ վաճառելով, բայց 1939 թվականին արդեն 10 տարի անց քաղաքը վերջնականապես հանձնվեց թուրքական կառավարությանը, այսինքն նորից մտավ Թուրքիայի կազմ եւ հենց նույն պահից թուրքական կառավարությունը միանգամից նախաձեռնեց հայերին տեղահանելու այսպես այդ իրենց ստորությունները, հա, ինչպես որ անում էին միշտ։ Սոխիկյանների ընտանիքը ստիպված եղավ դուրս գալ Իսկանդերունից կամ Ալեքսանդրետայից եւ մեկնեց Բեյրութ։ 10 տարեկան էր Սարգիսը, երբ որ մեկնեցին Բեյրութ, ես ձեզ պատմում եմ մի մարդու մասին, սիրելի ժողովուրդ, որ ընդամենը մի քանի տարի անց դառնալու է ամենաազդեցիկ բարոնը, զինավաճառ, ինչպես ռուսներն են ասում, «Սամի влиятельный оружейный барон»։ Իմիջիայլոց առաջ անցնելով անսեմ, որ 2005 թվականին, երբ որ նկարահանվում էր հայտնի «Оружейный барон» ֆիլմը, Նիկոլաս Քեյջը անձամբ խորհրդատվությունների համար բազմաթիվ անգամներ այցելել է այս մարդուն ֆիլմում իր դերը մարմնավորելու համար։ Ուրեմն անցան Բեյրութ, տեղափոխվեցին Բեյրութ, այսպես խուսափելով տեղահանումներից, տղան 5 տարի սովորեց դպրոցում, եւ խնդիրը ոչ թե ունակություններն էր, այլ ասում են տղան չէր սիրում ենթարկվել, բարձր ձայն, չգիտեմ, սա չէ սովորել, նա չէ սովորել, Սարային արա չէր սիրում ենթարկվել, 5 տարի սովորեց դպրոցում։ Ուրեմն ինչ անում, իր երկու ընկերներին կարողանում է այսպես համոզել, տեղափոխվում են, ոչ թե տեղափոխվում են, այլ գնում են Բեյրութի նավահանգիստներից մեկում, հագցնում են իրենց իրական տարիքը, որտեղ տակավին դեռահաս պատանիներ էին, հա, եւ բեռնակրի աշխատանք են գտնում Բեյրութի նավահանգիստներից մեկում։ Ուրեմն տղան այդքան էլ, այսպես ասած, դժգոհ չէր աշխատանքից, որովհետև դպրոցից ամեն դեպքում ավելի երջանիկ էր իրենց զգում, սովորել չէր ուզում, ենթարկվել չէր ուզում, գիտություն, տեխնիկա, չգիտեմ, սրան հետաքրքիր չէր այս մարդուն։ Գոհ էր իր աշխատանքից մինչև այն օրը, երբ որ ձեռքից պատահական վայր ընկավ ծանր արկղը եւ կոտրվեց։ Տղան այսպես մի քիչ վախեցավ, որովհետև ինչ որ գրված էր արխի վրա, բավականին թանկ արժեք ուներ, հա, իմիջիայլոց ռուսերեն էր գրված, սա հետո է իհարկե թարգմանվել, ինքը այն ժամանակ չգիտեր, ռուսական նավով էր եկել այս բեռը եւ վրան գրված էր «Осторожно, астрономические инструменты», այսինքն ինչ որ ապակու հետ կապված ինչ որ բաներ կար, պետք է զգույշ լինել, արկղը ընկավ, կոտրվեց, բայց ոչ մի աստղագիտական գործիքներ արկղի մեջ չկային։ Արկղից թափվեցին նոր շուկայում հայտնված, այսինքն ինչ շուկա, շուկայում այդպիսի բան չկար 1945 թվականին սովետական միությունում, այսպես զենքի կոնստրուկտոր Շպագին էր ստեղծել այդ զենքը, կոչվում էր
ՊՇ, պիստոլետ, պուլեմյոտ, շպագինա։ Մի ամբողջ արկղ զենք, պիստոլետ, պուլեմյոտ, շպագինա։ Այստեղ երիտասարդը մտածեց, որ եթե սովետական միությունից արկղերով զենք են բերում, փորձում են թաքցնել, թե բարձրանամիջսկի ինստրումենտի, ուրեմն մեծ-մեծ փողեր են աշխատում, կարելի է մտնել այս բիզնեսի մեջ, որ շատ, այսպես կարելի ասել, մի տեսակ աղվեսի բնավորություն ուներ այս տղան, գիտեր որ դեպքում ում հետ, որ բառը խոսել, որը չասել, ինչպես լռել, ինչպես չգիտեմ, ամեն դեպքում կարողացավ գտնել ճիշտ մարդկանց եւ ընդամենը մի քանի ամիս անց տակավին երիտասարդ տակավին նորաթուխ երիտասարդ մտավ զենքի մաքսանենգ աշխարհ։ 2 տարի անց, ընդամենը 2 տարի անց աշխատեց առաջին $200,000։ Դուք պատկերացնում եք ինչ թվերի մասին է խոսքը, 40-ական թվականներ։ $200,000։ Եվ հենց առաջինը տղայի հետքի վրա դուրս եկավ անգլիական մի 6-ը հետախուզությունը։ Ձերբակալեցին երիտասարդին եւ բանտարկեցին իսրայելական Հայֆայի բանտերից մեկում։ Հետաքրիր է, որ բանտում անգամ այս երիտասարդը կարողացավ աշառել պետքական մարդկանց եւ ընդամենը 6 ամիս անց դուրս եկավ բանտից եւ նորից անցավ մաքսա նենգության։ 1 տարի անց, արդեն Հորդանանի սահմանին, Սարգիսը ինքնապաշտպանական մարտեր էր մղում իր անձնական արսենալից, այս անգամ դեկոչված պուլեմյոտ Դիկտարյովա, դարձյալ ռուսական։ Նրանք, ովքեր զենքից հասկանում են, գիտեն, այդ պուլեմյոտ Դիկտարյովա 27 իմիջիալոց երկրորդ, այսինքն ոչ թե համաշխարհային, այլ կոնկրետ սովետական, այսպես հայրենական պատերազմը կարելի ասել հաղթեցին այդ պուլեմյոտների հաշվին։ Ուրեմն 50-ական թվականներին արդեն Սարգիսն աշխատեց իր առաջին միլիոնը եւ արաբական շեյխերը որոշեցին Սարգսին այսպես ճակերտավոր մեր կենցաղային լեզվով ասած ներողություն այդ բառի համար, բայց ավելի հարմար բառ չեմ էլ ուզում ընտրել, որոշեցին գցել Սարգիսին $1 միլիոն համար, թողեցին նրան անապատում, արաբական անապատում, բայց դրանից էլ 1 տարի անց արաբական շեյխերը արդեն տեղյակել չէին, որ Սարգիսը կարմիր ծովով արդեն սեփական նավերով է նավարկում ռուսական զենքը հասցնելով Սիրիա եւ Եգիպտոս։ Ես չեմ պատկերացնում ինչ կամքի տեր մարդու մասին է խոսքը, սիրելի ժողովուրդ, անդադ պատերազմներ, արաբական աշխարհում հեղափոխություններ, բայց այս տղան կարողացավ դուրս գալ այս ամեն ինչից եւ գնաց հասավ տեսեք ուր։ Իմիջիալոց, քանի դեռ մեկնաբանությունների շարանը չի սկսվել, որովհետև ես գիտեմ, առավելապես թեև փառք Աստծո քիչ են նման մարդիկ, բայց առավել այսպես ճակերտավոր խելացիներ կան, որ անպայման տակը գրում են ինչով եք հպարտանում, այստեղ բացարձակ հպարտության մասին խոսք չկա։ Իմիջիալոց այս մարդու մասին, ոչ թե մասին, այլ այդպիսի անուն է ստացել, նրան ասում են մահվան վաճառականը, ամբողջ աշխարհում նրան այդպես գիտեն։ 1952 թվականին Սարգսի հետքի վրա դուրս եկավ ռուսական ԿԳԲ-ն։ Նա տեսեք ինչերի միջով է անցնում այս մարդը։ Ուրեմն Իրանում գտնվող ռուսական ագենտուրան, ռեզիդենտուրան կարողացավ Սարգիսի հետ ընդհանուր համաձայնություն գալ, իհարկե կլորի գումարների հաշվին, Սարգիսը զենք էր տրամադրում քրդական ջոկատներին, ապստամբներին, քրդերի ապստամբ ջոկատներին։ Դրանից 2 տարի անց, արդեն 50-ականների կեսին, ինչպես եւ կարելի է ենթադրել այս մարդու ճակատագիրը, ոչ թե ճակատագիր, այլ կենսագրականը պատմելիս, Սարգսի հետքի վրա դուրս եկավ ԿՀՎ-ն, այսպես ասած ՑՌՈ-ն։ ՑՌՈ-ն այսպես Սարգսին
ամերիկյան անձնագիր առաջարկեց, ամերիկյան քաղաքացիություն առաջարկեց, լայն հնարավորություններ, գրեթե անսահմանափակ հնարավորություններ համագործակցության դիմաց Սարգիսը երկար տարիներ աշխատեց ՑՌՈ-ի հետ։ Իմիջիայլոց ընդամենը մեզ հայտնի մեկ հարցազրույց կա, որ այդ մարդը հարցազրույց է տվել, ընդամենը մեկ հարցազրույց, ես ուրիշ հայտնի հարցազրույց չգիտեմ, այդ հարցազրույցներից մեկում ինքը խոստովանում է, ասում է ՑՌ-ում գիտեր, որ ես ԿԿԲ-ի հետ համագործակցում եմ, ԿԿԲ-ն գիտեր, որ ես ՑՌ-ի հետ համագործակցում եմ, բայց նրանցից ոչ մեկը չէր ուզում ձեռքերը կեղտոտել, այսինքն ինչ որ ուզում էր անել ԱՄՆ, ենթադրենք Պաղեստինում կամ Սիրիայում, անում էր իմ ձեռքերով, ռուսները նույն բանը անում էին իմ ձեռքերով, եւ ես դրա համար ստանում էի կլորիկ գումարներ։ Այսպես իմիջիայլոց ամերիկացիները Սարգսի օգնությամբ արաբական աշխարհին վաճառեցին հնամաշ չկրակող զենքեր, որոնք ԱՄՆ-ում արդեն նախատեսված էին ոչնչացման։ Սա հետո արդեն ՑՌ-ի արխիվներից է պարզ դառնում, որ ՑՌ-ում որոշել էր այդ զենքը, որ պիտի տանեն ուղղակի ուտիլ, հա, վերցրել ու ծախել էին արաբական աշխարհի վրա եւ Սարգսի միջնորդությամբ։ Ուրեմն Բուլղարիայում գտնվող կեղծ ֆիրմաներ բացելով, Բուլղարիայում են գտնվում, հա, Սոֆիայում կեղծ ֆիրմաներ են բացել, մի քանի կեղծ ֆիրմաներ, օգտագործելով այս կեղծ ֆիրմաները, Սարգիսը ռուսական դարձյալ ոչնչացման ենթակա զենքը Բուլղարիայով տեղափոխում էր Թուրքիայի սահման, ապստամբ քրդերին, սա արդեն տարիներ անց, անընդհատ զինում էր քրդերին։ Հետո 1975 թվականին արդեն Լիբանանում այսպես ռազմական գործողություններ սկսվեցին եւ Սարգիսը զինում էր տեղի հայկական ջոկատներին, այս անգամ արդեն իր հաշվին, իր հաշվին զենք ուղարկում էր Լիբանան։ 82 թվականին սիրելի ժողովուրդ մեր սերունդը եւ մեզանից մեծերը պիտի հիշեն, թեև դեպքը այդքան էլ արտարոց չէր, բայց խոսվեց այդ մասին, որ հարաբերությունները սրվեցին Արգենտինայի եւ Անգլիայի միջև եւ Արգենտինայի ռազմածովային ուժերը 82 թվականին խորտակեցին անգլիական թագավորական այսպես նավատորմի պարծանք համարվող Շեֆիլդ ականակիրը խորտակեցին, սա թագավորական նավատորմի պարտություն էր, հա, իմիջիալոց սա միակ նավն է, կարծեմ, երկրորդ աշխարհամարտից հետո, որ խորտակվել էր այսպես կոչված թշնամու կողմից, Արգենտինան եւ Բրիտանիան լուրջ հակասություններ ունեին։ Դրան հետևեց արդեն Իրանում ամերիկյան դիվանագետների պատանդ վերցնելը եւ այստեղ Սարգիս Սողանալյանը հանդես էր գալիս որպես միջնորդ։ Այս մարդը միջնորդում էր գերիների, պատանդների եւ հաշտվող կողմերի հետ։ Իմիջիալոց այս մարդու մասին ասում են, որ մտերիմ էր Սադամ Հուսեյնի հետ։ Մտերիմ էր այնքան ժամանակ, քանի դեռ Սադամ Հուսեյնը չէր հայտնվել ամերիկյան հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Երբ նախագահ ընտրվեց Ռեյգանը, ասում են, որ Ռեյգանը այսպես բարի էր տրամադրված Սարգիս Սողանալյանի հանդեպ, ՑՌ-ը նրան առայժմ չէր կպնում, կարողանում էր, համ ԿԿԲ հետ էր աշխատում, համ ՑՌ-ը հետ էր աշխատում, աշխարհի մի ծայրից մի ծայրը, միջև Պերու, միջև Կոլումբիա, միջև Հնդկաստան, միջև Պակիստան, միջև Աֆղանստան, արաբական աշխարհ, Պարսկաստան, Թուրքիա, այս մարդը զենքեր տանում, զենքեր բերում։ Աշխատում էր հիմնականում ԿԿԲ-ի եւ ՑՌ-ի հովանավորչությամբ, այսինքն երկուսն էլ գիտեն, ԿԿԲ-ն գիտեր, ինչ է անում, ՑՌ-ն գիտեր, ինչ անում, նա իր այդ եզակի հարցազրույցում ասում է, ես թաքնվելու ոչ մի տարբերակ չունեի, իմաստ չուներ թաքնվել, որովհետեւ ԿԿԲ-ում ասում է, երբ որ ես ջուրը խմում էի, նրանք անգամ տանը Մայամիում նստած ասում է, երբ որ ես մի բաժակ ջուր էի խմում, ԿԿԲ-ն եւ ՑՌ-ն արդեն գիտեին այդ ջրի բաղադրությունը, այնպես որ խաբելու եւ թաքցնելու իմաստ չկար։ Բայց անդառնալի մի բան տեղի ունեցավ։ Սադամ Հուսեյնը որոշեց օկուպացնել Քուվեյթը եւ օկուպացիայից 2 ժամ առաջ այս մասին հայտնել էր ԱՄՆ դեսպանին։ ԱՄՆ դեսպանը սա իհարկե հաղորդել էր Վաշինգտոն եւ Ռեյգանը խիստ կասկածեց Քուվեյթ
Սադամին որտեղից իսկ հանձնենք։ Իմիջիայլոց Սադամի հետ կնքած նրա պայմանագրերի արդյունքում եկամուտը Սողանալյանի արդեն ոչ թե միլիոնների, այլ միլիարդների շեմներ հատել։ Բայց Սարգիսը բացարձակ պատկերացում չուներ, որ ասենք Հուսեյնը պիտի վեր կենա գնա Քուվեյթ։ Ռեյգանը հրահանգեց հարցաքննել Սարգիս Սողանալյանին եւ Սարգսին բանտարկեցին։ Առաջին անգամ բանտարկեցին։ Չեմ կարող ասել ինչքան մնաց բանտում, կարծեմ մի տարի թե ավելի կարճ ժամկետում դուրս եկավ, բայց այդ դուրս գալը ուներ իր գինը։ Լիբանանում սև բիզնեսի սխեման, գաղտնի սխեման Լիբանանում ինչեր է կատարում Լիբանանում միջայլոց այդ ժամանակ աշխարհում երևի թե առաջին տեղում էր, հա, կեղծ դոլար էին տվում, կեղծ դոլար։ Եվ ամերիկացիները չէին կարողանում դրա դեմ մարտել, Սարգիս Սողանալյանը այդ ցանցը հանձնեց իր դուրս գալու դիմաց։ Հետո Սերովի մոտ, այսպես ասած, բնավորության գիծ ձևավորվեց։ Երբ որ ինչ-որ գաղտնի ինֆորմացիա էր պետք լինում, գնում էին Սարգսին ձերբակալում էին, ասում էին, դե մի բան տուր, որ դուրս գաս։ Այս մարդուն տանջեցին։ Բայց հարաբերությունները վերջնականապես խզվեցին արդեն 70-ականների վերջին, երբ որ Սարգսի այս ստեղծած ցանցով 50,000 միավոր AK-47 ավտոմատները, որոնք նախատեսված էին Պերու հասնելու համար, ճանապարհին գողացվեցին։ Ես չգիտեմ անկեղծ ասած ինչ է կատարվել, որովհետև սրա մասին այդպես չեն մեկնաբանում, չեն մանրամասնում, բայց ասում են Կոլումբիայի պարտիզաններն են գողանում այդ զենքը եւ Պենտագոնում եւ ՑՌԵ-ում որոշում են, որ Սարգիս Սողանալյանը պարզապես գցել է իրենց։ Այս մարդուն նորից են ձերբակալում, այս անգամ խլելով ողջ ունեցվածքը։ Ողջ ունեցվածք, ես որ ասում եմ, սիրելի ժողովուրդ, սա պատկերացնելու բան չի, ինչ ունեցվածքի մասին է խոսքը։ Միլիարդների էր հասնում այս մարդու ունեցվածքը։ Վերջին անգամ երբ որ բանտից դուրս է գալիս, արդեն հաշմանդամ է դուրս գալիս։ Արդեն հաշմանդամ է դուրս գալիս, արդեն չքավոր արդեն մի երկու տուն էին թողել այդ միլիարդների սեփականությունից, մի երկու տուն էին թողել, բայց արդեն ոչինչ չուներ, հաշմանդամ, հիվանդ, էլ չի կարողանում, այսպես ասած, ոչ թե չի կարողանում, արդեն թույլ չեն տալիս ՑՌ-ուն վերջնականապես կոտրում այս մարդուն, ԿԱԿԻԲ-ի հետ բոլոր կապերը խզվում են, համենայն դեպս այդպես ցույց է տալիս, որ խզվում են, որովհետև ես կասեմ, ինչու այդպես չէր։ Նախ 88 թվական Գյումրի երկրաշարժ։ Ես չգիտեմ ձեզանից ովքեր են տեղյակ, բայց Գյումրի պարեն եւ մթերք 100 տոննաներով բերում էին Սարգիս Սողանալյանի անձնական բոյինգները, նայ սեփական բոյինգներով ուղարկում էր սա Գյումրի, սեփական բոյինգներով, իհարկե այն ժամանակ չէին ասի դրա մասին։ 91 թվական, 92 թվական եւ դարձյալ այդ մեզ հայտնի միակ եզակի այդ հարցազրույցի ժամանակ, երբ որ հարցնում են, ասում են ձեզ աշխարհում կոչում են մահվան վաճառական, դուք համաձայն եք դրա հետ։ Սարգիսն ասում է, ես կարող եմ ձեզ առնվազն գոնե 3 գերագույն գլխավոր հրամանատարների անուններ տալ աշխարհի երեսին, հա, չգիտեմ Հիտլեր, չգիտեմ Ստալին, որոնք հարյուրավոր միլիոնով մարդկանց կյանք են խլել, բայց նրանք մնացել են նախագահ, մնացել են պրեզիդենտ, մնացել են չգիտեմ ինչ, ասում է ես զենք եմ վաճառել բոլոր նրանց, ովքեր ուզում են պահել իրենց անկախությունը եւ այո, ես դա չեմ թաքցնում, ես օգնել եմ իմ ժողովրդին, երբ որ պատերազմական վիճակում, երբ որ իմ ժողովուրդը իմ կարիքն ուներ։ Ինչ արել այս մարդը, ես իհարկե չգիտեմ, ովքեր որ գիտեն, ես չգիտեմ։ Չեմ կարծում, թե լայն շրջանակների սա հայտնի է եւ երևի թե պետք էլ չէ այսպես բարձրաձայնել, բայց մարդի հարցազրույցում ասում է, այո, ես օգնել եմ իմ երկրին, երբ որ նա պատերազմական իրավիճակում էր եւ ես հենց դրա համար էլ այդ ամեն ինչը արել եմ, որ կարողանամ օգնել իմ երկրին, բայց ինքը այս երկրի հետ
Համենայն դեպս բացի արունակցական կապից որևէ կապ չուներ։ Այս մարդը զինել է Լիբանանի հայերին, այս մարդը զինել է Եգիպտոսի ջոկատներին, այս մարդը զինել է քրդերին, թուրքերի դեմ, այս մարդը զինել է արաբական երկրները, Լիբանան, չգիտեմ, Սիրիա, բայց մարդու մասին ասում են մահվան վաճառական։ 2011 թվականի արդեն հոկտեմբերի 5-ին ամերիկյան հայտնի պարբերականներից մի քանիսում կարճ հաղորդագրություն այսպես տարածվեց, մահացել է զենքի վաճառականը։ Հիմա նրա գերեզմանատուն այսպես փոքրիկ ինչ-որ տապանակար է դրված եւ նրա որդիները կան, երկու որդի ունի, կարծեմ, թե մի որդի, մի դուստր, որևէ մեկը հոր մասին չի խոսում, հարցազրույցներ չեն տալի, շատ սկանդալային կերպար է այս մարդը, ես այս մարդուն միշտ գիտեք, համեմատում եմ մեր դոկտոր Ջեկի հետ։ Ջեկին ասում էին դոկտոր Սմերց, հա, մարդ, որի ջանքերով ԱՄՆ-ում, այսպես ասած, վավերացվեց էվթանազիան։ Այ երբ որ դոկտոր Ջեկին էին դատում, դատարանում նրան ասում են ճիշտ է, որ ձեզ ասում են բժիշկ մահ, դոկտոր Սմերց, դուք էվթանազիան որ իրավունքով եք որոշում մարդը պիտի մեռ, թե պիտի գիտեք ինչ է ասում դոկտոր Ջեկը։ Ասում է ես ծնվել եմ Արևմտյան Հայաստանում, նո ոչ թե Արևմտյան Հայաստանում, այլ ծնվել եմ մի երկրում, որտեղ մայր եւ մանուկ հաշիվ չէին, որտեղ մեծ եւ փոքր չկար, բոլորին մորթում էին, բոլորին, բայց այդ երկիրը հիմա համարվում է քաղաքակիրթ դեմոկրատ երկիր։ Ես օգնում եմ մարդկանց ազատվել ցավերից, որոնք անհաղթահարելի են, ես կոչվում եմ մահ։ Ինչի համար։ Դուք հարցրեք այդ երեխաներին, դուք հարցրեք այդ մայրերին, որոնք իհարկե ձեզ չեն կարող պատասխանել։ Բարձր մակարդակներում, քաղաքակիրթ մակարդակներում ամենը կոչվում է դեմոկրատիա, հենց գալիս եք հասնում եք անհատներին, սա կոչվում է Սատանայի ծառա։ Անձամբ իմ կարծիքը այստեղ ես չեմ էլ ուզում ասել, սիրելի ժողովուրդ, անձամբ իմ կարծիքը մեղմ ասած իհարկե դրական չէ, որովհետև ես չեմ կարծում, թե մարդ իրավունք ունի իր մատը խառնել Աստծո գործերին։ Ես ոչ թե չեմ կարծում, այլ ես հավատում եմ դրան, մարդ իրավունք չունի։ Բայց որպես բժիշկ, որպես Հիպոկրատին երդում տված, այս մարդը օգնում էր մարդկանց ազատվել ցավերից, այսինքն իրենց կամքով իրենց էվթանազիա են անում եւ իմիջիալոց Ջեքի ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ի բանտերում մի քանի նահանգներում, այսպես ասած, օրինականացվեց էվթանազիան եւ կալանավորներին արդեն ոչ թե այսպես տանջում էին կամ տոկը այսպես միացնում էին հոսանքին, այլ էվթանազիա եւ սա անում էին ոչ թե ստիպովի, այլ սա անում էր հենց ինքը, ընտրողը։ Այսինքն ինքն ուզում էր, որ իրեն էվթանազիա անեն։ Իմիջիալոց այդ սարքը, որը Ջեքը հորինել էր, կոչվում էր մերսիտրոն, այսինքն ինչ որ ըստ իրեն ինքը ինչ որ բարեգործություն էր անում, հա, որովհետև այդ սարքը ստեղծվել էր այնպես, որ ենթադրենք հիվանդը, եթե ուզում էր հեռանալ, եթե ուզում էր ազատվել այդ ցավերից, նստում էր այդ սարքի մոտ, ինքը ինչ որ պիտի սխմեր այդ շպրիցը մտնում էր, սերսկում էր ինքն իրեն։ Ջեկը ընդամենը հորինել էր այդ սարքը, բայց այս մարդուն դատեցին եւ սարքեցին սատանայի դատապաշտպան։ Հիմա Սողանալյան Սարգիսի դեպքում սող վաճառող երեխան դարձավ ամենաազդեցիկ բարոնը զինավաճառ։ Ում վաճառեց, ինչ արեց, չգիտեմ, ես այս դեպքում ես չեմ մտնում այստեղ եւ իմ անձնական կարծիքը չեմ էլ ուզում այսպես նորից ասել, բայց եկեք գնանք վերլուծությունների հետևից, սիրելի ժողովուրդ ջան։ Երբ որ մարդու մասին տեղեկություններ եմ ասում, սիրելի հայր, սրա հետևում չկա որևէ մեկին ստորացնելու կամ որևէ մեկին գերագնահատելու միտում։ Այսինքն, եթե ես խոսում եմ, որ հայերն էս ինչ բան արեցին, չգիտեմ, Հնդկաստանում, Չինաստանում կամ Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում, ես նպատակ չունեմ թերագնահատել այլ ժողովուրդների ժառանգությունը եւ բացարձակ նպատակ չունեմ գերագնահատելու մեր կարողությունները։ Ես երբեք չեմ խոսել մի դիրքից, որ
Հայրի դերը անփոխարինելի է, չկա անփոխարինելի դերեր, մարդիկ փոխարինում են միմյանց, սիրելի ժողովուրդ, դուք կզարմանաք, եթե հանկարծ իմանայիք աֆրիկյան ցեղերից ինչպիսի մարդիկ են դուրս եկել եւ ուր են հասել, որ աշխարհներ են, այսպես կարելի ասել, բեկումնային հարցեր են լուծել։ Խնդիրը բացարձակ այդտեղ է, սիրելի հայր։ Խնդիրը ընդամենը զուգահեռներ տանելն է մեր ունեցածի եւ մեր օղացի միջև։ Ինչ ենք թողել ուրիշներին եւ ինչ ունենք այսօր։ Այստեղ է եղել խնդիրը։ Իմ առած գործի ողջ նպատակը այստեղ խոսեմ, Telegram խոսեմ, գրքերը խոսեմ, հա դուք տեսնում եք գրքերը։ Գրքերով խոսեմ, թե չգիտեմ, լայվերով կամ հաղորդումներով կամ չգիտեմ, հարցազրույցներով ողջ նպատակը ընդամենը մեկն է եղել ցույց տալ ձեզ, ցույց տալ մեզ, որ անչափելի անչափելի կարողություններ մենք թողել ենք ուրիշներին։ Ինչ որ թողել ենք ուրիշներին, ուղիղ զուգահեռականով մեր պատմությունը զիջում է դրան։ Ինչքան որ ուրիշները զորացել են այդ մեր թողածով, մեր պատմությունը ավելի տկարացել է։ Հիմա եթե խոսում եմ Սողանալյան Սարգիսի մասին, բացարձակ հպարտության նշույլներ չգիտեմ, տեսեք հայ այնտեղ ինչ էր արել, ոչ, դրա մասին չի խոսքը։ Խոսքը գենետիկ տոհմածառի մասին է, սիրելի ժողովուրդ։ Եթե մենք նկարելու լինեինք մեր տոհմածառը, եթե մենք կարողանանք այդ 5-6 հազար տարվա տոհմածառը նկարել, որևէ, չգիտեմ, այսպես երևացող միտեղ, օրինակ Երևանի կենտրոնում այսպես մեկը մտածեր, չգիտեմ, այսպեսի մի բան մտածեր, ասել, գիտեք, ինչ հայ ժողովրդի տոհմածառը պիտի Երևանի կենտրոնում, ասեն, կառուցել։ Դուք պատկերացնում եք ինչ հրաշալի նախագիծ է սա։ Այսինքն գնում ես հազարամյակներ առաջ, եւ գալացողը, եւ գնացողը, եւ տեղացին, եւ բնիկը, եւ չգիտեմ, օտարը, եւ տուրիստները բոլորը տեսնում են դա, որ այս ժողովրդի ակունքները գնում, հասնում են քաղաքակրթության սկիզբ, եւ այս ժողովուրդը քաղաքակրթության սկզբին, ես անցյալ անգամ էլ այդ համատությունը արեցի, հա, Ատլանտների պես ամենածանր բնագավառներում միշտ իր ուսերին է տարել շատ բեկումնային այսպիսի իրադարձություններ, որոնք հետո շուռ են տվել աշխարհը։ Այ հիմա ես այդ 4-րդ գրքի վրա երբ որ աշխատում եմ, բացառապես կանանց մասին է եւ դուք կզարմանաք, ես մի առաջն Աստված մի 2 ամսից գիրքը պատրաստ կլինի, գարնանը դուք կտեսնեք, բացառապես կանայք են այստեղ հայուհիներ, որոնց անունները դուք չեք էլ լսել, մեր ժողովուրդը չեն էլ լսել եւ դուք զարմանաք հասկանալով թե ինչեր են արել մեր կանայք նույն Օսմանյան կայսրությունում, նույն Պարսկաստանում, նույն Եվրոպաներում, նույն ԽՍՀՄ-ի մասին չեմ խոսում, որովհետև ԽՍՀՄ դարձել է մեր այսպես ասած ափիլեսյան գարշապարը։ Ես մոտ օրերս ուզում եմ մի քիչ ավելի բաց փագագծերով խոսել, սիրելի ժողովուրդ։ Անցյալ անգամ, երբ որ այս մասին խոսեցինք, արձագանքները մի քիչ այսպես հակասական եղան, բայց ես ստիպված եմ նորից կրկնելու այդ միտքը, հիմա չեմ ասի ինչի մասին է խոսքը, մի քանի օրից մենք խոսենք բաց թեմայով, եւ այդ մտքի հետևում պիտի անպայման կանգնած լինի իմ վերլուծողականը, որpիսի որևէ մեկը չփորձի իմ անունը օգտագործել քաղաքական ինչ-որ խաղեր տալու նպատակներով, դու կակեբեյց ես, դու ցերոյց ես, դու սիրելի ժողովուրդ, ոչ կակեբեյց եմ, ոչ ցերոյց եմ, ես Աբովյանցի եմ։ Ով էլ կուզենա, ով էլ հանկարծ ցանկություն կունենա իմանալու, կարող եք ճշտել։ Ես անձամբ էլ կարող եմ գալ միասին ճշտել կամ էլ գնացեք մտեք Աբովյան, ու այսպես կարող եք ճշտել, ինչ ցերով, ինչ կակեբե։ Խնդիրը բացահայտել այս ողջ կարողությունները, մեր սիրելի հայեր, եւ ցույց տալ ձեզ, որ հասկանալի պարզ լինի նման կարողությունների տեր ժողովուրդը իրավունք չուներ որևէ մեկի դուռը ծեծելու այսօր, որևէ մեկին օգնության կանչելու, որովհետև կրկնում եմ, այն ինչ որ թողել ենք ուրիշներին, ուրիշները հասան ուր, մենք գնացինք հասանք որտեղ, ամբողջ խնդիրը սրանում էր։ 91 թվականից այս կողմ ինչը խանգարեց Սողանալյան Սարգիսներին, Ջեֆրի Հարիգյաններին, չգիտեմ, Թևանյան Ավիներին, ներողություն իհարկե ամենայն հարգանքով, որ այսպես հոգնակի թվով եմ խոսում, ես նկատի ունեմ մարդկանց անուններ ինչու եմ տալիս, որ
Չեմ հոգնակի ասում, որ նման մարդիկ շատ կան, այսինքն Ջեֆրի Հարիգյանը մի հոգի չէ, Ջեֆրի Հարիգյաններ շատ ունենք, Թևանյան Ավիներ շատ ունենք։ Ավի Թևանյանի կենսագրականը դուրս ես բերում ապելի այսպես ցանկից եւ ես չգիտեմ, ասենք Սթիվ Ջոբսին չի կհասներ կամ կհասներ արդյոք թե չէր հասնի։ Նույն Ջեֆրի Հարիգյանը, նույն չգիտեմ, շատ են այս մարդիկ, այսօր էլ կան։ Ես 100 անգամ փորձեցի կապի դուրս գալ, գրեցի էլ անգլերեն, էլ ռուսերեն, էլ հայերեն, որևէ մեկը չպատասխանեց։ Հիմա այստեղ Սողանալյան Սարգիսը մարդասպաններ։ Ես գիտեմ, այս մեկնաբանությունը անպայման լինելու է։ Սիրելի հայր, Հայաստանում այսօր ապրում են տասնյակ կամ հարյուրավոր մարդասպաններ, որոնց դուք ոչ միայն չեք դատում, այլ նաև մեծարում եք եւ ծափեր եք տալիս։ Մարդասպան է սերունդը փչացնող մանկավարժը, դերասանը կամ չգիտեմ, ցանկացած մեկը, ով իրեն իրավունք է վերապահում փչացնել այս սերունդը իրենց աղմախություններով, իրենց ռաբիզով, իրենց տիվիներով, իրենց չգիտեմ ինչերով, այս մարդիկ մարդասպաններ են։ Մարդասպաններ Հայաստանում ապրում են հարյուրավոր մարդասպաններ, որոնց դուք ծափահարում եք, որոնց դուք ասում եք աստղեր, որոնց դուք ասում եք մեր մինիստրը, մեր պարոն, մեր թագավոր, այդ մարդասպաններ են ապրում այսպիսի Հայաստանում։ Դուք պիտի կարողանաք սևը սպիտակից տարբերել ով է մարդասպանը։ Վերցես կրակես ճակատին, հասկացանք, բայց այս մարդիկ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ քանդում են, հաճացնում են սերունդը, սիրելի հայեր, 91 թվականից վեր։ Ես այն ժամանակ իհարկե երեխա էի, դպրոցն ավարտեցի 93 թվականին, գնացի Բրյուսով։ Ես հիշում եմ, երբ որ անգլերենի իմ լուսահոգի դասախոս ինձ առաջին անգամ տեսա Բրյուսովում, Աբովյանից դեռ ծանոթ, հա, ինձ ասաց, «Իս ինչ ես անում, ստեղ էսի քո տեղը չի»։ Ես գնացի Բրյուսով եւ հասկացա, որ Բրյուսովում մի 7 տարի էլ պիտի, չգիտեմ, մնամ այնտեղ, որ ես այնքան գիտեի, որ այդ Բրյուսով ինձ ոչինչ չէր կարողանում տալ։ Ոչինչ չէր կարողանում տալ։ Վերջին 1 տարվա ընթացքում տասնյակ դպրոցներ են կանչել, տասնյակ դպրոցներում եմ եղել, ամենայն հարգանքով, հիանալի մանկավարժներ ունենք, բայց տնօրենների մակարդակով, տնօրենների դուք չեք պատկերացնում ինչ կարգի թերուս ագետ տնօրեններ կան նստած։ Դուք չեք պատկերացնում երեխեքը ուր են հասել, մանկավարժ եւ ուսանող կամ չգիտեմ դպրոցական կապը խզված է, գոյություն չունի այդպես կապ։ Սովետական կարգերից եկող դեռևս չգիտեմ մաստիկ առնենք, զանավեծ կառնենք, նվեր առնենք, չգիտեմ բականի անգամ այսպես բորալով, ճվալով ասացինք սիրելի հայեր։ Դուք միջև չապա մոնտաժեք եղածը, կիսա սովետական բոլշևիկյան այդ համակարգը միջև չապա մոնտաժվի, ոչինչ չի կառուցվելու։ Եվ մարդասպաններ են բոլոր նրանք, ովքեր նպաստում են այսօրվա սերնդի դեգրադացմանը։ Բոլորը իշխանական մակարդակով, կուզես TV-ների չի, կուզես թերթերի չի, կուզես կայքերի չի, նույնիսկ տաղմարներ կան, որ ամեն օր այսպես իրենց լայվերով 10 հոգի, 20 հոգի, 1000 հոգի կամ 2000 հոգի գողանան, էլի մեծ բան է։ Մեկը տանի արևմուտք, մեկը տանի հյուսիս, մեկը տանի հարավ, քաղաքականվել լուծաբաներ, մեկը բժիշկ, մեկը գինեկոլոգ, մեկը խադավիկ, բոլոր այսպես ուզում լույս բացում, նստում կամերայի դեմը, ոչ մեկը չի խանգարում։ Գրքեր են գրում։ Դու գիտեք, քանի մարդասպան գրողներ կան Հայաստանում։ Որովհետև բացում ես այս մարդու գրածը կարդում ես, ասում ես սիրելի, մեղմ ասեմ լավ, չեմ էլ ասի այդ բառը։ Այս մարդուն, որ դուք վերցրել եք, տարել եք, դրել եք դպրոցական դասագիր, բայց էր կարդաց սերունդը վաղ ինչ պետք է անի։ Բացարձակ որևէ հետևող չկա, ոչ մի վերահսկող չկա։ Դու գոնե սովետական միության ժամանակ գրողների միության շենքի Հարար չէին ընդուն ես մարդկանց, որ դարձել են ինքնակոչ պոետներ ու չգիտեմ ինչեր, մի հատ էլ սրանց տալ են դրել են դպրոցական համակարգ, սիրելի հայ ժողովուրդ։ Մանկապարտեզ գնացող երեխան դա միակ մաքուր ներդրումն է քո վաղվա ապահով երկրի մանկապարտեզ։ Դու ինչ որ մանկապարտեզից տվեցիր այդ երեխային, ինչ որ տվեցիր դպրոցում, այստեղ խնդրում եմ
գիտելիքները չշփոթել կրթության հետ։ Այո, գիտելիքներ կարող ես տալ, բայց այս գիտելիքներով շատ մեծ հարուստ պաշարների տեր տգետներ գիտեմ, նույնիսկ ապուշների եմ ճանաչում, որ հիանալի գիտելիքներ ունեն։ Կրթական համակարգը սկսվում է դաստիարակությունից եւ սերունդը ոչ միայն չէ դաստիարակողներ, այլև անդաստիարակ մեծացողները, մեծացնողները, ովքեր որ նպաստում են, որ սերունդը մեծանա անդաստիարակ, կրկնում եմ թիվիներով, իրենց չգիտեմ, այս բոլորը մարդասպաններ են։ Սարգիս Սողանալյանը գոնե ասել միլիարդներ էր աշխատում այս մարդիկ։ Ես խնդրում եմ մի քիչ ավելի կոռեկտ լինել մեկնաբանությունների մեջ, թեև չեմ էլ պատասխանում այս մարդկանց ելի ժողովուրդ ջան։ Մի քանի օրից մի քիչ ավելի լուրջ թեմայից մի քիչ ավելի բաց փակագծերով կզրուցենք եւ նորից ասեմ անպայման միացեք Telegram-ի ալիքին, որովհետեւ ես չգիտեմ YouTube-յան այս հարթակների այդ սահմանափակումները ինչպես կարող են լինել։ Միացեք Telegram-ի ալիքին, հղումները կան, իսկ գրքերի համար մի քանի օրինակներ են մնացել, շատ էլ չկան, դուք կարող եք հղումներում կա ինչպես անել, հա։ Նրանց համար, ովքեր մեկնաբանությունները այսպես չեն թերթում կամ այսպես չեն նկատում, ասեմ 096 99 62 62 հեռախոսահամարով կարող եք զանգել եւ պատվիրել գիրքը, սա Հայաստանում։ Իսկ եթե դրսում եք +33 6 52 41 28 01 WhatsApp կամ Viber կարող եք զանգել եւ պատվիրել եւ կրկնում եմ օրինակները շատ քիչ են։ Անշարժ անփորձանք մնացեք սիրելի ժողովուրդ, կհանդիպենք մոտ օրերս, տեսություն։